Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արտիքի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորություններն օգտագործելով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում երկու անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 միլիոն դրամ։ Բացի այդ, վերը նշված պաշտոնյան զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ, նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 միլիոն դրամը։ Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 միլիոն դրամի գույքային վնաս, որից 43 միլիոն դրամը վերականգնվել է։ Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել երկու դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։